Պարոն Զաքարյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս տարբերակով 1-2 հարցի հետ կապված ձեր գնահատականը տալ։ Ես կխնդրեմ 3 ազգային ժողովում տեղի ունեցածի հետ կապված ձեր կարծիքը արտահայտեք։ Արսեն Թորոսյան падգամավորը ձեր հերը, ձեր մերը, ով մեզ թուրք կասի, ներողություն եմ խնդրում, սրանք ուղիղ մեջբերում են, ինչ ունեք ասելու տվյալ անձին։ Նախ ճիշտ ասենք ինքը ասում է ով մեզ թուրք կա, ոչ թե ասում ով մեզ թուրք կասի, նա ասում է ով մեզ թուրք կասի որպես հայոյանք։ Այսինքն թուրք բառից ինքը չի վիրավորվում, եթե այն որպես հայոյանք չի ասում, ինքը որ ուշադրություն դարձնեք, պաշտպանում է թուրք բառը, իբրև թե թուրք բառը մի օգտագործեք որպես հայոյանք, իր համար դա է վիրավորական, ինքը թուրք է դրա համար։ Հասկանում եք, եթե իրան Ապաստոն եթե իրան գովասանքով ես ասում, ապրես դու թուրք ես, իսկական թուրք ես, ինքը դրանից չի վիրավորում։ Բայց երբ որ իրան ասում ես այ թուրք որպես հայոյանք, ինքը վիրավորվում է։ Այսինքն ինքը թուրք բառի ավելի մեծ պաշտպանն է, քան ասենք Էրդողանը կամ մեկ Ալիևը եւ այլն։ Ճիշտ ընկալ եք այս ցերիկաների ասածները, էլի։ Հասկանում եք, ինքը ոչ թե վերավորում է, որ իրան թուրք են ասում, այլ որ թուրք են ասում որպես հայոյանք, ինքը պարզ ասում է, լսեք իր ասածը կտեսնեք, որ ես ճիշտ եմ։ Այդ մեկ, երկրորդը ինչ կա մեկ դա բանելու, բանու գործը թողել են աշխարհի, բոլոր հարցերը լուծել են, հիմա անցել են Քուչի բազարի, մեջտեղն էլ ախր մի հատ Քուչի տղա չկա, որ ասեմ, գոնե այդ ինչ որ պատկերացնեք նայում եք այդ ազգային ախորը, դա ազգային ժողով չի։ Այդ ազգային ախորում ինչից են խոսում։ Մեկը խոսում է, մյուսը դուրս է գալիս, մյուսը դրանի հետևից բոլորը աշխատում են սապոնվել հնարավորինս շատ, երեկոյան ուղարկեն իրենց կուրքին, որ ասեն տեսեք, ես ավելի խորը մտա համապատասխան տեղը ձեր։ Էտա ինչ շտեք, ինչ մենք դա բանալու բան կա։ Խուժանություն, խուլիգանություն, հանցագործություն, դրանց բոլորին պետք է այդտեղից ուղիղ տանել իրանց սիրած ԱԱՑ-ի պատվարները։ Եթե մենք լինենք երկիր, եթե ԱԱՑ-ն լիներ ազգային անվտանգության ծառայություն, ոչ թե բանը ինչա ադրբեջանցիների անվտանգության ծառայություն, որտեղ սրանք ադրբեջան թուրք էլ չեն, ադրբեջանցի են, եւ սրանք նրանց են ծառայում։ Այսինքն բոլորին պետք է ձերբակալեն տանեն որպես խուլիգան խուժան հանցագործ ազգին հայհոյող, ուրեմն իբրև թե ազգի ընտրյալ են կանգնում են ազգի պետքա դա բարձակույն հարթակը լինի, չէ՞։ Անտեղից ամբողջ ազգին հայհոյում է, ինչ ասեմ։ Եթե դրա համար դա չի ասում, ուրեմն ես ինձ լավն էլ, մերն էլ, հետ էլ, քուն էլ, ծնվածն էլ, չծնվածն էլ, մեռելն էլ, սաղն էլ, նորածինն էլ, ինչ ասեմ, ոնց ասեմ։ Ես էլ ինձ մակարդակի իշն եմ։ Պարոն Զաքարյան, այսինքն ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասել, որ ինքը թուրք բառից չի վիրավորվում, նույնն էլ Արսեն Թորոսյանը վերահաստատել։ Այո, ընդհակառակը մի քիչ ավելի խիստ ասեց թուրք բառը որպես հայոյանք մի օգտագործեք։ Դրա համար ինքը հայոյեց հայերին, որ թուրք բառը օգտագործում ենք որպես հայոյանք իրանց ասելուց։ Դա ինքը ավելի ծանր բան է, քան մենք պատկերացնում ենք։ Ինքը թուրք բառը ասեց որպես հայոյանք, որ օգտագործում են մեր հանդեպ, նրա սենսը նենց է, չէ՞։ Այսինքն եթե ասես դու շատ լավ թուրք ես, ինքը դրանից չի վավերում, չի նեղան, որտեղ դու որպես հայոյանք չես օգտագործում, որպես գովասանք ես օգտագործում։ Իսկ այս դեպքում ինքը ասում է որպես հայոյանք, այսինքն ինքը թուրքերի պաշտպանն է, թուրք բառի, թուրքեյության, իր ազգի, թլփատ ազգի պաշտպանն է, ինչ է, ոնց ասեմ։ Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հարցու պատասխանի ժամանակ երբ իրեն կորցրել է, շատերը ասացին հենց թիրախային խփում ես իրենց կոռուպցիային, իրենց թալանին, իրենց այդ թաղապետերի ամբարովարքին, սա դրա արդյունքն է, դրանից է ինքը խանգարվում։ Եվ տեսակ այս շաբաթը նախորդ շաբաթ էլ իրենք էլի այդ նախկինների կոռուպցիան, թալանը, այսինքն իրենք ընդհանուր այս իրողությունից են խանգարվում, հենց խոսքը գնում է իրենց կոռուպցիայի մասին։ Տեսեք, ստեղ հիմա իրանք սկսել են նախընտրական գովազ, հա։ Օրինակ բերեցին, բարձրաձայնեցին Քոչարյանների ընտանիքի ունեցվածքի հանդեպ այդ հայցը, չէ։ Դա քարոզարշավ է։ Հիմա տեսեք, իրանք հասկացել են, որ հարթուղեղների մի հատված կա, որոնք որ ընդամենը երջանկանալու են, երբ որ տեսնում են ինչ որ մեկից ինչ որ բան վերցեցին։ Մարդիկ որ կյանքում մաթեմատիկ չեն տա, սովորեն որ իրանց միայն օգնեն, սովորեն որ ուրիշը պետք է աշխատի ինքը պիտի ուտի, այդ տեսակը ասենք օրգազմ ապրում, երբ որ տեսնում են ինչ որ մեկից ինչ որ բան վերցեցին։
Եվ այդ դա իմանալով իրանք իրենց այդ հարթուղեղ հատվածի վրա ազդում են հենց նման գովազդներով։ Տեսեք, այս 7 տարի է իրանք մի րոպե մտածենք, որ իրոք իրանք ուզում են Քոչարյաններից խլել ինչ-որ բան, չէ՞։ Իհարկե միջև այսօր եթե ժողովրդին մի հատ լուսկուչով վերադարձել է ինչ-որ մեկից, թող այդ մեկը գա ասի, բացի իրանց շներից, իրանց բուլդոգներից, որ բան են տալի, պարգևավճար ու քսի են տալի մարդկանց վրա ցույցերի ժամանակ։ Բացի այդ շնազգիներից, բացի այդ թլփատ ենիչերներից, մնացած ոչ մեկի սովորական ժողովրդին ոչ ոք չի վերադարձել։ Ճիշտ է, ընդհակառակը քերում են, տանում են տուգանք, եթե մատերիալ են, հիմա իրանք տեղով տուգանք են, ժողովուրդը իրանց համար տեղով տուգանք է արդեն, ոչ թե մատերիալ։ Հիմա տեսեք ինչ են անում իրանք, հիմա գովազդ են անում, այդ հատվածին ասելով, հա, տեսեք, հեսա ձերեն ուզածին կհասնեք, հեսա Քոչարյանից կվերցնենք, կտանք, ասենք, հորոխորոտ են դեբիլ տղուն, որ ոչի բան չի արել կյանքում, որ ծնվելա ծնված օրից մորցից տակերել, հետո էլ հոր առած սիգարետներն նույն ձևից ծծում։ Այդ է իրանց բանը։ Ռեկլամ են անում, հասկանում եք։ Գովազդ են անում, հեսա կասեն, որ բան են ներելու, ինչա, վարկեր են ներելու, հեսա կասեն, իրանք արդեն քարոզարշավ են սկսել։ Ու այս Դիշովի, այս խուժանական, այս փողոցային, այս ամեն ինչը, իրանց ընտրած զանգվածի բանին համապատասխան, մակարդակին համապատասխան, խաղը սկսել են ընդամենը որպես բան, որ այդ խաղը, նայ ասի տեսեք իրենք էլ մեր նման անմակարդակ դեբիլի ծնունդ են։ Բուլատատամով։ Հա? Բուլատատամով, չէ՞։ Հա։ Բայց իրենք նաև տեսնում ենք, որ բողոքի ակցիաներ են լինում տարբեր սոցիալական եւ մարդիկ լավ էլ հասկանում են, որ իրենք այլևս քերթվում են այս իշխանության կողմից, տեսակ տնտեսվարողները, այս նույն տրանսպորտի թանկացման թեմաները, այսինքն իրենք ըստ էության չեն կարողանում կերակրել հասարակությանը իրենց այդ նախկինների թալանը եւ ի վերջո այդ որ խոսում են Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդը ուրա 7 տարվա ընթացքում իրենք ոչինչ չկարողացան ապացուցել։ Դե էդի ինչ որ հատվածի դուք խոսում եք, որ ուղեղի վրա որոշ ծալքեր կան գոնե։ Այդ հատվածի մասին եք խոսում։ Ես խոսում եմ հարթուղեղների մասին։ Գիտեք հարթուղեղը ինչա, կլպած ձվի նման ուղեղ։ Ուղեղը գործում է ծալքերի շնորհիվ, չէ՞, այդ ամբողջ կառուցվածքը դրա համար է։ Ես խոսում եմ հավի կլպած ձվի նման այդ հարթուղեղների համար, ովքեր որ այդ մտածելու ունակություն չունեն։ Այո, ինչ որ զանգված իրանց սխալը զգացել է, ինչ որ զանգված ոչ թե սխալը իրանք ասենք հույս են ունեցել, որ այնց փոփոխություն կլինի, չնայած ես չեմ կարողանում ոչ մեկի ներել, որտեղ սուտ կլինի ասել, որ ոչ ոք իրանց չի ասել, թե ինչ սերիկաներ, ինչ հայատյացներ, ինչ հայակործաններ են գալիս։ Մենք նույնիսկ մեծ ցույց ենք արել, եթե հիշում եք 19 թվականի փետրվարին ու հատիկ ասել ենք ինչ են սրանք անելու։ Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը մեզ հիշում եք ինչ արեց, որպես դավաճան, հակահեղափոխական, էսական, ենական։ Բայց իրականում ինչ որ ասեցինք փետրվարի 26-ին 19 թվականի եւ 18 թվականի մայիսին նույնիսկ այդ ամեն ինչը տեղի ունեցավ։ Նենց չի որ չգիտեին մարդիկ, կամ չէին ուզում իմանալ, կամ էլ լսում էին մեզ ասում են, այս ինչ նույնիսկ հայտնի մարդիկ, որ այսօր շատ հզոր, sense ուժեղ, լեգենդար, հականիկոլական են, ես ունեմ վիդեոները պահած, ոնց են իրանք մեր ասած է, որ գալիս են սրանք պատերազմ սկսելու եւ հողերը հանձնելու, այդ հայտնի դեմքերը, որ հիմա փիս հականիկոլական են, հերոստացիով ելույթ են ունենում, ու մեզ ասում էին, որ սուտ օրակարգ առաջ տանողներ, հիմա դարձել են հականիկոլակ, դրա համար ես դրանց ոչ մեկի չեմ կարողանում ներել, իրենք ժամանակի իրենց գույները փոխում են, մի օր սպիտակ են, մի օր կարմիր են, մի օր սև են, բայց գոնե հայո, սովորական ժողովրդի ինչ որ հատվածը, զգացել է իրանց սխալը, որտեվ իրենք իրոք ուրեմն առիթ ունեցել են բողոքելու, ես բան չունեմ ասելու, մենք ասում ենք կարող է իրանցից քիչ ենք բողոքել 13-14 թվականին, կարող է 15 թվականի սահմանադրության այդ սարսափելի հակահայկական փոփոխության դեմ չենք բողոքել, կարող է Սերժ Սարգսյանից չենք բողոքել, բանակում, Արցախում եւ այլն շատ հարցերի դեպքում չենք բողոքել։ Միշտ էլ ասել ենք, այն ինչ որ տեսել ենք ու ճիշտ ենք, ու մեր տեսակետը չենք փոխել։ Իսկ այն անդադ պակոն փոխողներին նույնպես եմ ասում, ես չեմ կարող անել, բայց սովորական ժողովրդին, որը խաբվել է ելնելով նախորդ ռեժիմի, ուրեմն արդեն նույն ձև այն ժամանակ էին լկտիացել, նույն ձև ուրեմն ժողովրդին վերաբերում են ոնց որ իրանք բանի Զևսի տեղը նստած էին ժողովուրդն էլ այդ հեթանոց ժողովուրդը ներքևում
իրենց երկրպագում էր, այդ այնց էին վերաբերում։ Դրա համար էլ հասավ այսօր։ Պարոն Զաքարյան, ամեն դեպքում դուք ինչով եք կապում Նիկոլ Փաշինյանի այդ խանգարումը, ներողություն եմ խնդրում, համբալներ սաղիթ կողելու եմ, ԱԱԾ պատվալները, վերընկեք տեղները, այդ ինչ։ Իսկ ինքը երբևէ եղել է չխանգարված, որևէ խոսք ասել է նորմալ մարդուն վայել։ Երբևէ իր այն բան ինչա, անդիմարի ղժղժան ժամանակվանից միջև էս վերջը, երբևէ որևէ բառ, խոսք, նախադասություն ասել է, որ բնորոշ չի շիզոֆրենիկ հիվանդի, ասել է։ Ինչով բացատրեմ։ Մարդը հիվանդ է, ինչով բացատրեմ։ Իմ կարծիքով այդ մարդը շիզոֆրենիայով տառապող հիվանդ է։ Եվ ինքը դա կհաստատվի, վաղ թե ուշ հաստատվելու է, բայց դա իրան չի փրկելու դատաստանից։ Դա իրան չի փրկելու, շիզոֆրենիկներին դատում։ Գնաց Մոսկվայի վերջո, ինչպես կբնորոշեք այդ իր կեցվածքը, ինչ կարող եք ասել։ Ինչ է, տրապկեն ոնց փչումա կամինն ես գնում այդ ինչ Մարիամ ջան, ինչը բացատրես։ Ասենք մի պլոճիկով իսկական այդ որ տենց ասում եմ, գամբրները կանգնած են իրան։ Մենակ այդ չկայացած ոչնչությունը կարա իրան տենց համատելի գամբրի հետ եւ այլի հետ եւ մարդ բառնել այլի շատ դրան ոնց ասում են նենց անում է ինչ ախր դու կարծում եք ինքը որոշում կայացնում, հա, գնա թե չգնա։ Իրա որոշմաններ չէր գնա Մոսկվայում ոչ լապ են տալի, ոչ էլ ես ինչ հեծանի մեծանի վա քշելու։ Մի անգամ գնաց քշեց, երևի ասեցին էլ չերևաց թե այդ չի կարևոր։ Մոսկվա կգնա, թե Եվրոպա կգնա, թե Ամերիկա կգնա։ Ինքը չի որոշում։ Իրան ասում են թռիստի արա թռնում է տեղ, թռինդի արա թռնում անդեղ։ Ինչ որոշում, կարծում եք ինքը որոշում կայացնող, հա։ Միջև այսօր ինքը որոշում է կայացրել, հրամաններ է կատարել թուրքերի, ադրբեջանցիների, եվրոպացիների եւ շատ դեպքերում ռուսների եւ մյուսների։ Նայած որտեղից ինչ հրաման է եկել։ Նա դրսի հրաման կատարող է, ներսի հետ կապ չունի այդ մարդը։ Ինքնուրույն որոշում կայացնելու հետ կապ չունի։ Կարծում տեսակ Արծրուն Հովհաննիսյանը հանրային հեռուստաընկերության եթերում ինչ էր հայտարարում։ Պարզվում է հայրենական մեծ պատերազմի մեր զոհերն էլ էին հանուն ոչնչի, ֆաշիստական Գերմանիան գալիս էր մեզ փրկելու։ Իդիոտիզմը, ինչ ասեմ, դա խնդալու բան է, էլի ինչ խոսամ այդ մասին։ Ես իրան բնորոշել եմ ժամանակին։ Հա? Սա կոնկրետ քարոզ է, սա իդիոտիզմ չէ, սա իրենք կոնկրետ քարոզ են տանում։ Դե իդիոտիզմը ոնց ասեմ, հենց այդպիսի քարոզը իդիոտիզմ է, որովհետև ինչ էլ ինքը ասի, եւ դրսում, եւ ներսում, բոլորը հասկանում են էդի, որ ժողովրդի կարծիք չի, եւ այս ժողովրդին ինչքան էլ մեղադրեն, գիտեք ինչ սովորել են ժողովրդին մեղադրել, իրականում ժողովուրդը տուպոյ չի։ Շատ լավ գիտեմ, բոլորի տներում իրանց պապու նկարը կախած է, բոլորի պապերն էլ մի անգամ ասած կլինեն, թե ինչից մենք փրկվեցինք 45 թվականին։ Բոլորն է գիտեն, որ Թուրքիան եղել է Գերմանիայի դաշնակից, բոլորն է գիտեն, որ գերմանացիները թքած ունեին հայերի վրա, եւ բավականին շատ հայեր սպանում էին հենց հрьяաների հետ, մտցնում էին գազովի կամերաներն ու կլիմատորյանները վառում էին։ Էնպես որ այդ հիմար բաներով ընդհանրապես իրանք փորձում են մեր դեմ ինչ-որ բան հրահրել, նույն երևի Ռուսաստանի, հա, Եվրոպայից հրաման է եկել, տեսեք, Եվրոպայի այդ դիշովի խաղերը էլ չի անցնում։ Ռուսներն էլ լավ հասկանում են սրանք ինչ են անում։ Սրանց նպատակը որն է։ Վրաստանը ձեզ օրինակ, վերջի վերջո ինչ եղավ։ Եվրոպան եւ պարտվեց եւ Ամերիկան պարտվեց Վրաստանում։ Չէ, ինչ որ ժամանակ կարողացան, հա, շփոթացնել, խեղել, տանել, ուրեմն սխալ ճանապարհի վրա դնել, բայց հետո ուղղվեցին։ Ես չի որ Վրաստանը հիմա դառել է Ռուսաստանի վասալը, ճիշտ է թե չէ։ Ընդհանրապես իր անկախությունն է վերականգնել։ Նույնն էլ մեզ է սպասում։ Մենք էլ չենք դառնալու Ռուսաստանի վասալը։ Սրանք են ուզում, այսպես բաներով ուզում են սրանք կամ նրա վասալը սարքել։ Սրանք անկախությանն են դեմ, ոչ թե ռուսերին են դեմ, ոչ թե Եվրոպային են կողմ, ոչ, սրանք կողմ չեն, որ Հայաստանը անկախ լինի։ Սրանք թուրք են։ Թուրքերի վասալն են։ Եվ քֆուրի իմաստով եմ ասում։ Ի պատասխան այդ հիվանդի, որ պետք է դատվի տասնյակ հազարով հայերի մահվան համար, դատվելու է էդի։ Այդ ոզի տղեն, Всесоюзная организация здравоохранения, այդ ոզի տղեն դատվելու է տասնյակ հազար հայերի սպանության համար։
Այն որ պինցետով չբռնեց հանեց այդ տղեն։ Ես իան ասում եմ, արա այդ թուրք։ Լավ այդ ամեն ինչը մեջ իհարկե լցրած։ Բոլորը դեք դատվելու եւ չեք կարողանալու այս ժողովրդին էլ խաբել։ Էլ չի ստացում, դու ճիշտ ես Բայրամ ջան, էլ չի ստացում մարդիկ հասկացել են, նույն էլ ծրուն, դրանք սա պեշկեք են։ Դրանք հեսա կորելու են գնան, դատվել են, բոլորն են դատվելու, այո։ Բա ինչ պիտի անեն։ Բա խաբել են ժողովրդին պատերազմի ժամանակ։ Իրանք հիմա խեղդվելով փրփուրներից բռնվում են։ Բայց պետք է արխայնանալ, որ հեսա, որ գրում են, սրանց վերջը եկել է։ Սուտ են ասում։ Սրանց վերջը պիտի բերենք, ինքը իրան չի գալու։ Էլի հույսը դրել են դրսի վրա, ռուսը կանի, էսի կանի, էնի կանի։ Չէ, դրսից արածը մեզ չի կարող օգուտ լինի։ Ուզում է ռուս լինի, ուզում է չինացին, ուզում է հնդկացին, ուզում է պարսիկը։ Դրսի արածը չի կա, մենք հերիք չի, քանի հազար տարի պիտի սխալը կրկնենք։ Ոչ պարսիկների դրած թագավորն է մեր համար լավը լինելու, ոչ ռուսերի նշանակած թագավորն է մեր համար լավը լինելու, ոչ ամերիկացու, ոչ եվրոպացու։ Մենք պիտի կարողանանք ինքներս ձերբազատվենք այս չարիքից եւ ինքներս մեր ապագան։ Դրա համար մենք այսօր աշխատում ենք աշխարհաժողովի վրա։ Այս երկիրը պետք է աշխարհաժողովը ղեկավարի։ Չպետք է բոլորս մի հատ կուրկ գտնենք ու այդ կուրքի վրա խորանանք ու դառնանք դրա զոմբին։ Այսօր սրա զոմբին չեմ, նրա զոմբին եմ։ Ինչ տարբերություն, զոմբին զոմբի է։ Տարբերությունը այնա թե ով է կծել քեզ։ Այս ուրեմն է զոմբի է, թե նա կծել, թե այն զոմբի է։ Ումից ես վարակվել, նա էլ քո կուրքն է դառնում։ Մենք պիտի ունենանք ազգային ծրագիր, որի վրա մենք այսօր աշխատում ենք աշխարհաժողովով։ Մենք պիտի ունենանք ոչ միայն ազգային ծրագիր ու գաղափարախոսություն, մենք պիտի ունենանք մարդկանց, հայերի այն էլիտ խումբը, որը որ ոչ թե դրսից, այլ իր բնածին, աստվածածին, ուղեղի վրա հիմնվելով այս սիտուացիայից ստեղծված այս չարիքից ձերբազատվի։ Դրա վրա պետք է աշխատել։ Թե չեկալ խոսալ ինձ ընտրեք, ես ավելի լավը կլինեմ, լավը չեն լինելու, ոչ մեկ էլ լավը չի լինելու։ Եթե չկան նորմալ, ընկալելի, հասկանալի ծրագիր մեզ չներկայացնեն, ով էլ կա վատը լինելու, իմացեք։ Եթե առանց ծրագիր ընդհանրապես անուններով կան, փորձեն իշխանությունը փոխել նորից։ Քանի անգամ պետք է գլուխը փոխենք իշխանության, համակարգը թողելով նույնը, որպեսզի հասկանանք, որ համակարգն է հոտած։ Գլուխը ինչքան փոխես, մեկը համակարգը հոտած է, պետք է համակարգը փոխվի։ Համակարգը պետք է փոխվի։ Ի սկզբանե ՀՇ-ի դրած այս համակարգը չի կարող ծառայել Հայաստանին ու հայ շահերին։ Իսկ ՀՇ-ի դրած այդ համակարգով միջև այսօր գալիս ենք, ոչինչ չի փոխվել։ Ընդհանրապես գլուխներն է փոխվել։ Չի կարելի համեմատել անգամ այդ մարդկանց այսօրվա իշխանության վարած քաղաքականության հետ։ Հասկացանք, բայց ես համակարգից եմ խոսում։ Մարդու տեսակից չեմ խոսում, իհարկե չի կարելի։ Չնայած չի կարելի, Լևոնը ինչով է սրանից լավը։ Ինչով է լավը։ Սա Լևոնի շարունակությունն է, Լևոնի բանն է կատարում, ինչ եք տենց ասում։ Համատելը ես խոսում ստեղծված համակարգը, ՀՇ-ի ստեղծած համակարգը փոխվել է։ Մարիամ ջան, փոխվել է, պատասխանի ինձ։ Այն համակարգը, համակարգը, որ դրվել է, որ մարդը ընտրվում է, այդ աթոռից չես էլ կարա քերես հանես։ Ամեն եկողը նենց արե, որ ավելի դժվար լինի այդ քերել հանելը։ Ճիշտ է թե չէ։ Կարող է այս հիմիկվա այս սահմանադրությունը, որով որ չենք կարող այս սրիկային հեռացնենք, ինքն է գրել։ Ինքը չի գրել, չէ, իր համար գրել են, չէ։ Իր համար կայսում կարողն է գրել։ Ինչի՞ չեք ուզում խոստովանել, թե ճիշտը ցավալի է։ Եվ պարոն Զաքարյան, ոչ գրեին այդ սահմանադրությունը։ Տոնեց այդ ծրագիրը, ազգային ծրագիրը, որ ասում եմ, եւ սահմանադրությունը այնպեսի լինի, որով որ այդ ազգային ծրագիրը շեղվի, շամպայնի պրոբկի նման դուրս թռցնեն։ Իսկ նենց են գրել, որ կլեով կպցնում են, սուպեր կլեով կպցնում են այդ աթոռին, նստողել միակ բանը, որ աշխատում է, մտածում է անել, դա ուրեմն ինչքան հնարավոր է այնց անել, որ հաջորդ անգամ նորից ընտրվի, կամ սահմանադրությունը այնց փոխել, որ երրորդ անգամ ընտրվել լինի։ Կարող է 15 թվի սահմանադրությունը այնց չեն արել, փոփոխությունը, որ երրորդ անգամ ընտրվել լինի, որից հետո էլ տվեցին սրանը։ Եկեք ճիշտ ասենք, էլի հերիք եղավ, բոլ եղավ։ Ասենք սրան խնայենք, նրան խնայենք։ Համակարգը հոտած է, պետք է փոխվի։ Համակարգը չփոխվի, ում ուզում եք բերեք, չի փոխվելու երկիրը։
Եվ պարոն Զաքարյան, մամուլում հրապարակում եղավ, որ ինքը Մուրի հետ է հանդիպել, նախորդ հանդիպումը Միվեցի ղեկավարի հետ մեզ արժեցավ Արցախի վերջնական կորուստ, հիմա ինչ սպասել։ Դրա հետ հանդիպումը չի կարա լավ բան բերի։ Դե հիմա կարող է կախված լինի այդ իր Մոսկվա գնալու հետ, ինստրուկցիա են տվել, որ մռութները տակդ քակացի նման կնստես, բան, սենց կանես, նենց կանես, եւ այլն։ Չեմ կարող ասեմ ինչա այդ սրիկա սատանի ծնունդ է այդ Մուրը, դե հիմա ինչա որոշել, ինչ հայկական, երբ հələ Անգլիայից, Բրիտանիայից ինչ որ հայանպաստ ինչ որ բաներ են, որ սպասենք։ Ամբողջ այս մեր իրավիճակի մեջ ես չեմ ուզում թուրքերի մեղքը չասնել, դա էլ է սխալ։ Որ ասում են, գիտեք ինչ, ցեղասպանության մեջ նաև գերմանացին, նաև Այդպես մենք չասում ենք թուրքերի մեղքը, ոչ, իրանք 100% իրանք են մեղավոր։ Քուրդերն են արել, բրիտանացիք են ֆինանսավորել, գերմանացիք են թույլ տվել, ռուսը ուշացել է, թե ինչ է եղել։ Այդ ամեն ինչը երկրորդական է, մեղավոր են իրանք 100%։ Բայց այն որ Բրիտանիան իր ծնված ու ստեղծված օրվանից հայկական քաղաքականություն է վարում, դա ակնհայտ է եւ ընդդեմ լավ բան սպասել դա հնարավոր չի։ Ոնց կարա լինի դες բան։ Երբ ասեք մի բան, որ ասենք Բրիտանիան երբևէ հայանպաստ ինչ որ բան է արել։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Զաքարյան։ Խնդրեմ։